Vay caro. Gura tăgăs. Helena, hele tekela. Ova tağuse sonra kötü. Yes, Vartan. Tokomenem te barzaston vară. Անգստացի մի հատ Վարդան հիվանդանոցում ես գտնվում։ Դու դուրս ես սպասի գեվ։ Ձերս թող մատխան։ Եվորից դուրս ես պասի գնա դուրս ես պասի։ Դե հետո Վարդան։ Ինչ հետո մալխաս։ Եկյամ արդիկ եք երեխուն կծել եք կացուտակ ծեցում եք, լավ իմանալով թե հետում տղեն հա։ Մենք շատ լավ գիտենք, որ այդ քո տղեն ա Վարդան։ Բայց դու էլ իմացի, որ տղետ զենքը ձեռը մտել ա, որ իբր ինձ խփի։ Ինչ զենք։ Ես։ Ճանաչում ես։ Հա, ես իմ զենքն հա։ Հա, դե որ քո զենքն է Վարդան, նստի խոսանք։ Նստի Վարդան, նստի։ Ու դու հիմա ոնց կբացատրես քո այս տղու արարքը։ Մտելա, զենքը պահելա վրեկներս ու ինձանից ուզում է իմանա, թե ով է ատոմին խփել։ Որ ուզում է դու էլ ասա, Միրո։ Եսի զրույցներ ես տանում Վարդան։ Բան ունես ասելու ներկայացրու։ Որ ներկայացնելու բան որ ունենայի, Միրո դու հմի կենթանի չէի լինի։ Դե դու քեզ մի հատ Վարդան, իմացի ում հետ ես խոսում։ Ես շատ լավ գիտեմ թե ում հետ եմ խոսում։ Պրոստը դու ես մոռացել թե ես ով եմ։ Տորմուստուլը Վարդան, դու ունես վրոցի բիթի մարդ ես, բայց սխալ թեմաներ ես հիմա շոշապում։ Մալխաս, ճիշտն ու սխալը դու պտինձի բացատրեց։ Չէ, ցանկություն է չունեմ քեզ բացատրելու։ Հիմա ես լուրջ թեմա է, ու դու առանց ասնավանի Միրոյին պրեդավկա ես անում։ Ես ոչ մեկին պրեդավկա չեմ անում։ Բա որ չես անում։ Ինչի ես գրուզի տանում։ Եկել ես տեղ, փոխանակ ներողություն խնդրես տղուտ արարքների համար, մեզ էլ շնորհակալություն հայտնես, որ մեծահոգաբար ենք վարվել, թքում ես երեսներից։ Կարո, հիշում ես, որ Միրոնց թե չէր, սաղորը ֆրֆռում է իր հետևիցս, ասում իրար հետ բիզնես անենք, որ տղեկը աբիժատ չաներ, հմի տղուս ես ծեցում, Կարո։ Լսի Վարդան, մենք սաղս էլ հասկանում ենք, թե դու հիմա ինչ վիճակում ես։ Դու հարազատ մարդ ես կորցրել, հետ լուրջ հարված ա քեզ, բայց որ վշտից գլուխդ կորցրել ես, հետ ավելի շատ քեզ վնաս ա, կանստի օգուտ։ Ախ որպես Միրո, դու իմ գլխի տակ փափուկ բարձ մի դիր։ Ճիշտ է ես իմ մոտիկին եմ կորցրել, բայց ես հիմա սառը գլխով եմ դատում ու կարամ քեզ ասեմ, որ ատոմի սպանության զակած տվողները քո կողքի կանգնած մարդիկ են կամ դու անձամբ ես, այդտեղ ուրիշ տարբերակ չի կարելի։ Բայց ին ինչին հետ պետք ատոմի մա, Վարդան, հա ես լսել եմ, որ իբր տենց եմ արել, որ Վարդանին ու Զավենին իրար դեմ հանեմ, բայց տենց սուտ լուրեր տարածողները սխալվել են, որտեղ դու փոխանակ Զավենից սպրոս անես, եկել ես իմ մոտ։ Ես Զավենի հետ հլը չեմ վերջացրել, այսինքն կարամ ասեմ սկի չեմ էլ սկսել, բայց ես քեզ հաստատ կասեմ, որ Զավենը այդ սպանության հետ ոչ մի կապ չունի, որովհետև այդ սպանությունը իրան ձեռ չէր տալի։ Մեզ էլ ձեռ չի տալի։ Լսի Կարո, ճիշտ է դու քեզ համարում ես Միրոյի հարազատներից մեկը, բայց լավ իմացի, որ դու այդ ամենի 10%-ն էլ չգիտես ինչ որ ծրագրել է Միրոն, ուրեմն սուս մնա ու տեղը նստի։ Հետո տենց չի, Վարդան, ժամանակները փոխվել են, Կարոն իմ համար նույնն է, ու հələ մի բան էլ ավել քան մնացածները։ Միրո հետ դու ինձ մի ասա, այդ իրան ասա, որ հավատա։ Ես չեմ հասկանում, գլխիդ պրոբլեմներ ես հավաքում, ինչ ա ուզած այդ աղբեր։ Ես կասեմ ինչ ա ուզածս, այն ինչ որ իմ տղեն էր ուզում։ Եթե դուք ինձ ատոմի զակած տվողների անունը չասեք,
մոտ ապագայում ես ձեզ բոլորիդ եմ համարելու իմ թիրախը ու թողնի են ինչ որ լինելու է։